Civilnet-ն այցելել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի հասկանալու, թե ինչ տրամադրություններ են տիրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ 2021-ին կայացած ազգային ժողովի ընտրություններում Գյումրիում մասնակցությունը կազմել էր 38%։ Մասնակիցների 60%-ը ձայնը տվել էր Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Սակայն թե 2021-ին, թե 2025-ին Գյումրիում կայացած թիմ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չկարողացավ մեծամասնություն կազմել։ 2025-ի թիմ ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվելով ամենաշատ ձայն ստացած ընդդիմադիր ուժի Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ կազմեցին կոալիցիա եւ քաղաքապետ ընտրեցին Վարդան Ղուկասյանին։ Դրանից ամիսներ անց հոկտեմբերին Վարդան Ղուկասյանը կալանավորվեց կաշառք բաժանելու մեղադրանքով։ Այժմ Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ Այժմ շրջենք քաղաքում հասկանալու ինչ տրամադրություններ են այստեղ տիրում, կմասնակցեն արդյոք մարդիկ ընտրություններին, թե չէ, ու ինչ ակնկալիքներ ունեն։ Կմասնակցեք ընտրություններին, թե չէ։ Ոնց չենք մասնակցել։ Յուրաքանչյուրիս ձայնը կարևոր է։ Մասնակցում ենք, առանց մասնակցելու։ Մասնակցեմ անպայման։ Մասնակցելը կմասնակցեք։ Մյուս հարցը։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք։ Ես մինչև հիմա շատ մեծ ակնկալիքներ ունեցել եմ, ես սպասում եմ ավելի լավին։ Հուսանք ժողովուրդ խելացի կգտնվին, ավելի ճիշտ քաղաքական տեխնազույգ կընտրեն։ Լավ ակնկալիքներ չկա։ Ակնկալիք չէ, գուզեմ որ լավ ղեկավարները հաղթեն։ Եթե վատ ղեկավարը շարունակի, Հայաստանն էլ չենք ունենա։ Եթե լավ ղեկավար եղնի, Հայաստանը կաճի, կմեծանա։ Ակնկալում եմ, որ այս իշխանությունից ի վերջո այս երկիրը կազատվի։ Ու մարդիկ ինչքան հնարավոր է շատ գնան ընտրության, իրենց ձայները չկորեն, չգնան հոգուտ այն մարդկանց, ովքեր որ պետք չէ որ շարունակեն մնալ այստեղ ու իրենց աթոռներին, ինձ թվում է դրանով գոնե կփրկենք այն ինչ որ դեռ կա։ Ինչ խնդիրներ կան, որ կուզեք լուծվի։ Խաղաղություն ունի կարևորը հայացում։ Ես խաղաղություն է պետք։ Ու մեր անկախությունը, մենք մեր պետությունը չկորցնենք։ Այսօր ամենաառաջինը Հայաստան պետք է լուծվի, ժողովրդի կենսակերպի, ապրելակերպի, Հայաստանի տարածաշրջանի, Արցախի հարցը, որը փակված չէ թեման։ Մեր հողերը, ասենք, գա էլի, ետ պետք է գա, չպետք է մնա։ Կուսակցությունների ծրագրերին ծանոթ եք։ Իհարկե, հա, բոլորին է ճանաչում եմ, բոլորին է գիտեմ։ Իսկ ամենաշատը ինչին եք ուշադրություն դարձնում ծրագրերը նայելիս, որ բաժիններին, որ ոլորտներին, այսպես ասած։ Գիտությանը։ Իմ միակ նպատակը այն է, որ ունենան գիտակից մարդկային մեծ բազմություն։ Տելեվիզորը իմանանք է։ Այսինքն հեռուստատեսության միջոցով եք էլի ծանոթանում։ Հա։ Որ ալիքին եք հետևում իսկ։ Մենակ բանը։ Հայաստանի առաջի ալիքը մեկի բան են։ Գնելուն խոսակ եդի որ ալիքն է։ Մեծ հաշվով ավելի շատ նախընտրական բամբասանքներն են հետևում, քան ծրագրերին, որովհետև շատ քչերն են ներկայացնում իրենց ծրագրերը։ Կարծում եմ մենք չենք էլ պահանջում, որ ներկայացնեն։ Իսկ ավելի շատ ի՞նչն եք հաշվի առնում ընտրություն կատարելուց։ Կոնկրետ այս պարագայում կարծում եմ ամենաշատը հաշվի են առնում մարդիկ, ով ում հետ կապ ունի, ով ումից հետո եկավ, ինչ արեց, ինչ չարեց։ Ժամանակը եւ փորձությունները կարծում եմ մեզ շատ թրծեցին, եթե մի քիչ գիտակցություն ունեն, պիտի ավելի խելացի որոշում ընդունեն, ավելի շատ պիտի ուշադրություն դարձնեն այդ մարդու արած գործերին, ոչ թե տված խոստումներին ու ապագորգոր բառերին։ Իսկ ապագայում Հայաստանը ինչպիսին եք ուզում տեսնեք, ինչ խնդիրներ կա, որ կուզեք լուծվի։ Դե այս իշխանությունը այն կետին է հասցրել, որ ապագայում դեռ ընդհանրապես ուզում եմ տեսնել Հայաստանը։ Արդեն ընտրություններից հետո պարզ կլինի էլի, եկող իշխանությունների դեպքում յուրաքանչյուրը իր օրակարգը երևի կբերի, ըստ այդմ կարողանանք արդեն հասկանալ։ Ինչ է կարծում, արդար ընտրություններ կլինեն, թե չէ։ Ըստ իս արդար կլինեն։ Տա Աստված, որը բարին է, թող դա էլ լինի։ Միշտ սխալվել ենք, բայց այս անգամ չենք սխալվի։ Առաջ Աստված էլի։